հասանք մի շատ կարևոր կետի, այդ ապահովության ֆոնդը ձևավորելն է, հա, ինչ է դա, ինչքան է դա, ինչպես դա հաշվել եւ կառուցել։ Շատ հետաքրքիր ֆինանսական ֆորմուլաներ կան, օրինակ դրանցից մեկը 50-30-20-ն է, որ աշխատավարձը բաժվում է 50%-ի, 30%-ի եւ 20-ի մեջ։ 50%-ը պետք է լինի պարտադիր ծախսերը, օրինակ կարա լինի հիպոթեկի մարումը, դա կարա լինի վարձակալությունը, տրանսպորտը, կոմունալները, ամենօրյա մեր պարտադիր ծախսերը, որ պետք է անենք։ 30%-ը մեր զվարճանքն է, որովհետև կարևոր է զվարճանալ, ոչ թե միայն աշխատել վաղվա համար, իսկ 20%-ը պետք է լինի խնայողությունները, վարկերի մարումը կամ ինքը կարող է լինել ներդրումները։ Երբ որ մարդ զրոյից է սկսում, պետք է կենտրոնանա նախ ապահովության ֆոնդի ստեղծման համար, որը պետք է լինի գումար, որը ինքը չի կպնելու, օրինակ ճամփորդության համար կամ զվարճանքի համար, ինքը հստակ ինչ-որ ֆոնդ պետք է լինի, ինչ-որ միտեղ ցանկալի է խնայողական հաշվում, իսկ խնայողական հաշվից դատ նաև կարող է ինքը ավանդ լինել համալրվող, տարբեր տեսակի ֆինանսական գործիքներ կան, որ ինքն ամենավատ դեպքերի համար է, օրինակ պետք է լինում, չգիտեմ, բժշկի այցելություն, որը նախատեսված չէր կամ ինչ-որ բժշկական հետազոտություն, դա կարելի է օգտագործել ապահովության ֆոնդից։ Հիմնականում 3-ից 6 ամսվա պարտադիր ծախսերի գումար է պետք ունենալ, հավաքած, այն ամենավատ դեպքերի համար պետք է միայն օգտագործել, կարելի է տենց այդ 20%-ով օրինակ սկսել հավաքել, որ հստակ ինչ-որ բարձիկ լինի